Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հովվի կարկանդակ։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է գարան միս, ճարպային թաղանթ, մուգ գարեջուր, լոլիկի մածուկ, աճիկա, կաթի սերուցք եւ ընտրյալ հատիկ, համիգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Սկսենք տախտակը տեղադրելուց։ Հանում ենք սառնարանից գարան միսը, ճարպային թաղանթը, որից եւ սկսենք եւ մնացած այն ամենը, ինչը մեզ կարող է պետք գալ։ Կաթսա ենք դնում կրակին։ Ճարպային թաղանթ ենք մանր կտրատում եւ գցում ենք կաթսայի մեջ։ Առաջացած յուղով կտապակենք գարան միսը։ Վերցրել եմ 60 գրամ ճարպային թաղանթ։ Մանր կտրատենք, որ արագ հալվի։ Թող հալվի յուղային թաղանթը։ Վերցրել եմ 800 գրամ գարան միս, փափուկ։ Կտրատենք հարմար կտորների եւ տապակենք։ Անմիջապես փոխում ենք տախտակը եւ դանակը։ Գարան միսը կարմրացնելուց հետո վրան կլցնենք եռացրած ջուր, կեփվի եւ միսը եւ արգանակ կստանանք կերակրի համար։ Իդեպ դասական բաղադրատոմսում միսը հարկավոր է աղալ։ Պատրաստում են հովվի կարկանդակը տավարի մսով, տավարի եւ գարան մսով կամ գարան մսով։ Եթե այն պատրաստում են հավի մսով, այն կոչվում է գյուղական կարկանդակ։ Սա անգլիական բաղադրատոմս է։ Մինչ մսակտորները կկարմրեն, նախապատրաստենք նրանց համար համեմունք։ Բովելու ենք Մառանիկ ընկերության հատիկ սև պղպեղ, մոտ կես թեյի գթալ, զիրա է սերմեր, համեմի սերմեր, ծովի աղ ենք ավելացնում, հենց բովեցին համեմունքները, կտրորենք հավանգի մեջ։ Համեմունքները սկսեցին պարել տապակի մեջ, ճիշտ ժամանակն է տրորել։ Հենց սկզբից դասական բաղադրատոմսից հեռացել ենք, պատրաստում ենք հովվի կարկանդակի մեր տարբերակը։ Մի մասը համեմունքի լցնում ենք տապակվող մսակտորների վրա, մյուս մասը կպահենք բանջարեղենի համար։ Բացի այս համեմունքների փնջից կառաջարկեմ նաև հազրևարդի 1 ճյուղ։ Գցենք, համը կտա, հետո կհանենք։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Այս կարկանդակը բաղկացած է 2 շերտից։
մսային եւ բանջարեղենային, իսկ վերևի շերտը պետք է լինի կարտոֆիլի խյուս։ Այժմ մշակենք կարտոֆիլը։ Վերցրել եմ 4 միջին կարտոֆիլներ, սրանք հարկավոր է խաշել, որպեսզի խյուս պատրաստենք։ Կտրատենք միջին չափին, թող արագ եփվի։ Մսակտորները արդեն կարմրել են, հենց այդ պահին կառաջարկեմ կես լիտր մուգ գարեջուր լցնել վրաները, հաճելի համ և բույր հաղորդի մսին։ Անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության աղով, վրան լցնում ենք եռացրած ջուր, այնքան ենք լցնում ջուրը, որ մի մատ բարձր կանգնի կարտոֆիլից։ Մի փոքր էլ ավելացնենք գառան մսի վրա։ Կարտոֆիլը դնենք թող եփվի։ Փոքր բաց պահենք, շարունակենք, այժմ հարկավոր է սոխեռած անել։ Գործ ենք դնում մեծ տապակը, լցնում ենք մեկ ճաշի գթալ հալած յուղ, և շատ արագ կտրատում ենք մեկ գլուխ սոխ, կտրատեմ մանր։ Սովորության համաձայն անմիջապես սոխը համեմում ենք մառանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով, որ ավելի նրբահամ դառնի սոխը։ Շատ չանեք սոդան։ Անմիջապես կլցնենք մնացած համեմունքը, սոխը թող տապակվի, անցնենք մյուս բաղադրիչին, դա գազարն է, 2 փոքր գազար, կտրատում ենք մանր խորանարդիկների։
Մյուս բաղադրիչը նեխուրի ցողունն է, մեկ ցողուն, կտրատում ենք նույն կերպ, բոլոր բաղադրիչները նույն կերպ ենք կտրատում, մանր, մանր։ Մյուս բաղադրիչը պղպեղն է, երկու քաղցր պղպեղ կվերցնեմ, մեկ կծու, սկսենք քաղցրից, կտրատում ենք նույն կերպ, գույնս գույն պղպեղներ վերցրեցի, որ գեղեցիկ ստացվի։ Կծու պղպեղներից կառաջարկեմ հալապենո։ Եվ սիրում եմ հալապենոյի կծվությունը և գույնն է հետաքրքիր կանաչ, այսինքն կերակրի մեջ պակասում է կանաչ գույնը, մուգ կանաչ գույնը։ Նրանք ովքեր չեն սիրում կծուն, կարող են քայլը բաց թողնել, այս քայլը։ Չնայած մի քիչ կծուն միշտ կարելի է։ Ես շատ եմ սիրում կծուն։ Քամում ենք արգանակը, հազրև արդիճուղը ասացի, չհանեցի ոչինչ։ Միսը մի փոքր կսարչի, որից հետո կկտրատենք մանր, կավելացնենք բանջարեղենին, կօգտագործենք նաև արգանակը։ Այս պահին բանջարեղենին է միանում մառանիկ ընկերության սիսերը։ Ինչ եմ արել նրա հետ, վերցրել եմ կես բաժակ, կեսից մի քիչ ավելի շատ, 8 ժամ թողել եմ սառը ջրի մեջ, որից հետո լվացել եմ լավ հոսող ջրի տակ և եփել եմ այնքան մինչև փափկի։ Այստեղ արդեն եփված վիճակում 300 գրամ սիսերը ավելացնում ենք։ Իդեպ, սա էլ է իմպրովիզացիա, այս կերակրի մեջ սիսեր չկա, կարծում եմ շատ համեղ պետք է ստացվի։ Ընթացքում կարելի է սիսերը ամբողջը չէ, որոշ մասը տրորել։ Բոլորը պետք չէ տրորել։ Լավ է։ Միսը կտրատենք նույն կերպ մանր։ Ես հենց սկզբից ասացի, որ այս բաղադրատոմսում միսը հարկավոր էր աղալ։ Ես առաջարկեցի մեր տարբերակը։ Նախ տապակել, խաշել, որից հետո կրկին տապակում ենք։ Այլ կերպ հարկավոր է շատ երկար եփել, որ փափուկ ստացվի։ Լցնում ենք մի փոքր արգանակից, մոտ կես բաժակ։ Շատ լավ, խիտ արգանակ ենք ստացել։
Փրկենք կարտոֆիլը։ Կարելի է անմիջապես քամած կարտոֆիլը լցնել սիրելի ամանի մեջ։ Մոտարի տրորում ենք, սա կարելի է ծածկել, թող եփվի։ Քանի դեռ կարտոֆիլը տաք է, կավելացնեմ մոտ 30, միգուցե 40 գրամ կարագ, շեշտատենք, որ արագ հալվի։ Կարագով փաստորեն համեմում ենք կարտոֆիլը, պես ավելի նրբահամ է ստացվում կարտոֆիլի խյուսը։ Ասեմ, էլի կա բաղադրիչ, որը նրբացնում է կարտոֆիլի խյուսը, դա կաթի սերուցքն է, որ ավելի ուշ կավելացնեմ։ Լցնում ենք 50 միլի կաթի սերուցք, երեսուն գրամ քերած պարմեզան, համտեսենք, Խայտարակություն է, այքան համար է, մի փոքր աղ է հարկավոր, ոսկեզոծ երանգ ստանալու համար, կառաջարկեմ նաև Մառանիկ ընկերության քրքում, սխտորի փոշի, և կարծես թե կարտոֆիլի հետ վերջ։ Խյուսը պատրաստ է, վերադառնանք մսին և բանջարեղենին, այստեղ կառաջարկեմ ավելացնել 1 ճաշի գթալ լոլիկի մածուկ և աջիկա, ևս 1 ճաշի գթալ, լավ է։ Չնայած այն կոչվում է կարկանդակ, բայց խմոր չկա, Անգլիայում այդպես ընդունված է, կան կարկանդակներ, անունը կարկանդակ է, բայց խմոր չկա։ Նախ լցնում ենք բանջարեղենային և մսային զանգվածը, հավասար տարածում ենք, և վրան, կարելի ասել, դնում ենք կարտոֆիլի խյուսը, որից հետո հավասար կտարածենք։ Սա էլ հավասար տարածենք, հավասար տարածելուց հետո ալիքաձև ակոսներ ենք առաջացնում մակերեսի վրա, այսպես,
Եվ դնում ենք կարագի կտորներ, մոտ 20 գրամ, այսպես պոկոտում և գցում ենք վրան։ Եվ վերջում, սա էլ է իհարկե իմպրովիզացիա, վրան մառանիկ ընկերության քոնջուտ ենք շաղ տալիս և ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ 200 աստիճան, քանի որ բոլոր բաղադրիչները արդեն եփված են, մնում է միայն երեսը վարդագունի, որից հետո կմատուցենք մատուցելիս կարելի է զարդարել թարմ կանաչու տերևներով։ Հովի կարկանդակ։ Գարան ճարպային թաղանթը մանր կտրատել, կաթսայի մեջ հալեցնել, ստացված յուղով գարան կտրատած փափկամիս տապակել։ Համեմունքի համար հատիկ սև պղպեղ, զիրայի, համեմի սերմեր և աղ բովել, տրորել, դրա մի մասով համեմել մսակտորները, հազրևարդի ճյուղ դնել։ Երբ մսակտորները կարմրեն, մուգ գարեջուր լցնել, մոտ 1 բաժակ եռացրած ջուր լցնել, շարունակել եփել։ Երբ միսը եփվի, քամել, մանր կտրատել, կարտոֆիլ կտրատել, համեմել աղով, այնքան եռացրած ջուր լցնել, որ կարտոֆիլը ծածկվի, խաշել, ջրքամել, 40 գրամ կարագ դնել, տրորել, կաթի սերուցք, քերած պարմեզան պանիր լցնել, համեմել աղով, քրքումով և սխտորի փոշիով։ Հալած յուղով սոխեռած անել, հենց սկզբից, համեմել աղով, շաքարավազով և սոդայով։ Ավելացնել նախապատրաստած համեմունքի մնացած մասը։ Սոխեռածին կտրատած գազար, նեխուրի ցողուն, քաղցր պղպեղ, հալապենո կծու պղպեղ ավելացնել, խաշած սիսեռ լցնել, թեթևակի տրորել, ավելացնել մանրացրած միսը, կես բաժակ արգանակ լցնել, ծածկել, եփել։ Մոտ 10 րոպեից լոլիկի մածուկ և աջիկա ավելացնել։ Այս զանգվածը լցնել ջեռոցի կաղապարի մեջ, հարթեցնել, վրան տարածել կարտոֆիլի խյուսը, կարագի կտորներ դնել, քունջուտ շաղ տալ։ Հովվի կարկանդակը 200 աստիճան տաք ջեռոցում եփել մինչև երեսը վարդագունի, մատուցելիս զարդարել կանաչու ճյուղով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք խոզի փափկամիս, կախասունկ, թթվասեր, մանանեղ, ձու և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։